Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, այսօր ցանկանում եմ հանրությանը ներկայացնել հանուն պետականաշինության հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվող 20 տարի անուն սերնդի խորագրով հանրային նախաձեռնությունը։ Մանկավարժների երկարամյա ծառայության պետական գնահատման ծրագիր։ Այս հանրային ծառայությունը ծնվել է մեկ պարզ սկզբունքային հարցից. ինչպես կարող է պետությունը կառուցել ուժեղ ապագա, եթե պատշաճ չի գնահատվում այն մարդուն, ով այդ ապագան կրթում և ձևավորում է։ Բանակի զինծառայողները, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայողները օրենքով սահմանված պայմաններում օգտվում են երկարամյա ծառայության հատուկ սոցիալական երաշխիքներից։ Դա արդարացված է, որովհետև նրանք իրականացնում են պետության, անվտանգության, հասարակական կարգի և քաղաքացիների պաշտպանության կարևոր առաքելություն։ Սակայն կա մի հիմնարար իրողություն, որը չպետք է անտեսվի։ Զինծառայողին, ոստիկանին, փրկարարին և ապագա ղեկավարին կրթում ու ձևավորում է մանկավարժը։ Հետևաբար արդարացի հարց է առաջանում։ Եթե պետությունը հատուկ սոցիալական երաշխիքներով գնահատում է այս ծառայությունների երկարամյա աշխատանքը, ապա ինչու նույն պետությունը նման պետական գնահատման չի արժանացնում տասնամյակներ շարունակ սերունդ կրթած մանկավարժը։ Մանկավարժը պարզապես դաս չի բանում, նա ձևավորում է մարդու մտածողությունը, պատասխանատվությունը, արժեքային համակարգը, քաղաքացիական գիտակցությունը։ Նրա աշխատանքից է կախված, թե վաղվա զինծառայողը որքան պատասխանատու կլինի, պետական պաշտոնյան որքան բարեխիղճ, իսկ քաղաքացին որքան գիտակից։ Այս իմաստով մանկավարժը պետականաշինության ոչ թե երկրորդական մասնակիցն է, այլ դրա հիմնարար բաղադրիչներից մեկը։ Պետության անվտանգությունը սկսվում է սահմանից, պետության ապագան դասարանից։ Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը կենսաթոշակային համակարգի փոփոխությունները մանկավարժների համար գործում են երկարամյա ծառայության հատուկ կենսաթոշակային երաշխիքներ։ Հետագայում այդ իրավունքը վերացվեց, սակայն իրավունքը վերացնելով մանկավարժի հոգեբանական ծանրաբեռնվածությունը չվերացավ։ Հետևաբար այսօր անհրաժեշտ է ոչ թե պարզապես մեխանիկորեն վերադարձնել նախկին կարգավորում, այլ ստեղծել ժամանակակից, արդար, ֆինանսապես հաշվարկված և երկարաժամկետ պետական գնահատման նոր համակարգ։ Մեր առաջարկը հետևյալն է. սահմանել մանկավարժական երկարամյա ծառայության պետական գնահատման համակարգ։ Այս համակարգի շրջանակում պետությունը պետք է ապահովի առնվազն 20 տարվա փաստացի մանկավարժական ստաժ ունեցող մանկավարժին, հիմնական աշխատավարձի 30% չափով ամենամսյա պետական հավելավճար։ 25 և ավելի տարվա փաստացի մանկավարժական ստաժ ունեցող մանկավարժին հիմնական աշխատավարձի 40% չափով ամենամսյա պետական հավելավճար։ Այս իրավունքը պետք է պահպանվի նաև այն դեպքում, երբ մանկավարժը հասել է կենսաթոշակային տարիքի, սակայն շարունակում է աշխատել և իր տարիների փորձը փոխանցել նոր սերնդին։ Հստակ ընդգծեմ, սա վաղաժամ կենսաթոշակ չէ, սա երկարամյա բարեխիղճ և պատասխանատու մանկավարժական ծառայության պետական գնահատում է։ Ծրագրից պետք է օգտվեն այն մանկավարժները, որոնք ունեն առնվազն 20 և ավելի տարվա փաստացի մանկավարժական ստաժ։ Աշխատել են պետական կամ համայնքային ենթակայության, հանրակրթական կամ երաժշտական դպրոցներում։ Այդ հաստատություններում աշխատել են որպես մանկավարժական աշխատող, հանրակրթական դպրոցում ուսուցիչ, իսկ երաժշտական դպրոցում դասատու։ Մասնագիտական գործունեության ընթացքում չեն ունեցել ծանր կարգապահական խախտումներ։ Ընդգծեմ, միաժամանակ կամավոր ատեստավորումը չպետք է դառնա այս իրավունքի պարտադիր նախապայման։ Պատճառը պարզ է։ Այս ծրագիրը գնահատում է ոչ թե մեկ օրվա քննության արդյունք, այլ մարդու տասնամյակների աշխատանքը, փորձը, պատասխանատվությունը և սերունդների կրթության մեջ ունեցած իրական ներդրումը։ Մեկ քննությունը չի կարող ամբողջությամբ չափել այն ճանապարհը, որը մանկավարժն անցել է 20 կամ 25 տարիների ընթացքում։ Սակայն եթե պետությունը շարունակում է կամավոր ատեստավորման քաղաքականությունը և այն համարում է կրթության որակի բարձրացման կարևոր գործիք, ապա պարտավոր է ապահովել նաև արդար, հավասար և բարձրակարգ նախապատրաստման պայմաններ։ Կամավոր ատեստավորմանը մասնակցող յուրաքանչյուր մանկավարժի համար պետությունը պետք է կազմակերպի անվճար, միասնական և մասնագիտական խմբային պարապմունքներ, հենց ատեստավորման քննական հարցաշարի և գնահատման չափանիշների հիման վրա։ Միայն պատշաճ նախապատրաստումից հետո պետք է կազմակերպի քննություն։ Մանկավարժն իր ամենօրյա աշխատանքում դասավանդում է պետական կրթական ծրագրով կիրառելով իր
մասնագիտական գիտելիքները, մանկավարժական մեթոդներն ու անհատական մոտեցումները։ Մինչդեռ ատեստավորման քննությունը պահանջում է նաև առանձին տեսական եւ մասնագիտական նախապատրաստում։ Հետևաբար պետությունը չի կարող միայն պահանջել արդյունք առանց նախապես ապահովելու պատշաճ պատրաստելու հնարավորություն։ Արդար գնահատում հնարավոր է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր մանկավարժ հավասար պայմաններում ստացել է բարձրակարգ մասնագիտական պատրաստվածության հնարավորություն։ Ծրագրի իրականացման համար առաջարկում ենք հետևյալ ճանապարհային թեզը։ Առաջին փուլում հաշվառում ԿԳՄՍ նախարարությունը եւ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքային գրանցումների եւ ստաժի տվյալների հիման վրա պետք է կազմեն 20 եւ ավելի տարվա փաստացի մանկավարժական ստաժ ունեցող անձանց միասնական ցանկը։ Առանց ճշգրիտ հաշվառման հնարավոր չէ իրականացնել ոչ արդար ֆինանսական հաշվարկ, ոչ էլ արդյունավետ պետական քաղաքականություն։ Երկրորդ ֆինանսական հաշվարկ։ Ֆինանսների նախարարությունը պետք է հաշվարկի ծրագրի ամբողջական ֆինանսական ազդեցությունը պետական բյուջեի վրա առանձին գնահատելով 20-24 տարվա ստաժ ունեցող մանկավարժների թիվը, 25 եւ 30 տարվա ստաժ ունեցող մանկավարժների թիվը, նրանց տրամադրվելիք հավելավճարների ընդհանուր ծավալը։ Միաժամանակ պետք է գնահատել նաև ծրագրի ոչ միայն ֆինանսական արժեքը, այլև սոցիալական եւ կրթական արդյունքը։ Պետք է հաշվարկել, թե ծրագիրն ինչ ազդեցություն կունենա փորձառու մանկավարժների պահպանման, կադրերի արտահոսքի նվազման, մասնագիտության հեղինակության բարձրացման եւ կրթության որակի բարելավման վրա։ Այն ներդրում է կրթության կայունության, փորձի պահպանման եւ պետության ապագայի մեջ։ Հաջորդը արդյունքների գնահատում եւ ծրագրի մշտականացում։ Ծրագրի ներդրումից հետո պետք է սահմանվի տարեկան գնահատման համակարգ, բարձելու թե այն որքանով է նպաստել փորձառու մանկավարժների պահպանմանը, դպրոցների կադրային կայունության ապահովմանը եւ մանկավարժի մասնագիտության հեղինակության բարձրացմանը։ Գնահատումը պետք է հիմնվի հստակ չափորոշիչների վրա։ Ծրագրից օգտվող մանկավարժների թիվ, նրանց սոցիալական վիճակի փոփոխություն, աշխատանքը շարունակելու պատրաստակամություն, կրթական համակարգից հեռանալու դեպքերի նվազում, երիտասարդ մասնագետների վերաբերմունքի փոփոխություն մանկավարժի մասնագիտության նկատմամբ, որպեսզի այս մասնագիտությունը չմեռնի։ Արդյունքների հիման վրա ծրագիրը չպետք է մնա ժամանակավոր նախաձեռնություն, այն պետք է դառնա երկարաժամկետ պետական քաղաքականություն կայուն երաշխիքներով։ Հաջորդը անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել հանրակրթության մասին օրենքում, պետական կենսաթոշակների մասին օրենքում, այնքանով դրանք անհրաժեշտ կլինի ծրագրի իրավական ապահովման համար, պետական բյուջեի համապատասխան ծրագրերում անհրաժեշտ ենթաուրեսդրական ակտերում։ Հավելավճարը պետք է ամրագրվի օրենքով, այն չպետք է կախված լինի դպրոցի տնօրենի, որևէ պաշտոնատար անձի կամ կրթական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի հայեցողությունից։ Այն չպետք է կախված լինի նաև տվյալ տարվա քաղաքական որոշումներից։ Մանկավարժի երկարամյա ծառայության գնահատումը պետք է լինի օրենքով, երաշխավորված իրավունք, ոչ թե ժամանակավոր բարեհաճություն։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման, այստեղ եւս անհրաժեշտ է պետական առաջնահերթությունների արդար վերանայում։ Եթե պետությունը կարողանում է պետական բյուջեից միլիարդավոր դրամներ հատկացնել պետական պաշտոնյաների պարգևավճարներին, հնարավորելով, որ պետական ծառայությունը պետք է արժանանա գնահատման, ապա նույն պետությունը պարտավոր է պետական գնահատանքի համակարգում արժանետեղ հատկացնել նաև մանկավարժին։ Մենք չենք առաջարկում որևէ ծառայողի գումարը կրճատել։ Մենք չենք առաջարկում մի ոլորտի գնահատում իրականացնել մյուսի հաշվին։ Մենք առաջարկում ենք ընդլայնել պետական արդարության շրջանակը։ Մենք առաջարկում ենք, որ պետական գնահատանքը չսահմանափակվի միայն կառավարական համակարգով, այլ հասնի նաև դասասենյակ, այնտեղ, որտեղ ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ապագան։ Սա արտոնություն չէ, սա 20 եւ ավել տարվա բարեխիղճ պատասխանատու եւ հանրային բացառիկ նշանակություն ունեցող մանկավարժական ծառայության արդար պետական գնահատումն է։ Խնդրեմ, այս ծրագիրը ներկայացվելու Հայաստանի Հանրապետության կառավարություն վաղը նաեւ գրավոր փաստաթղթով, ամբողջական հիմնավորումներով, առաջարկվող կարգավորումներով եւ իրականացման ճանապարհային քարտեզով։ Մենք այս նախաձեռնությունը չենք ներկայացնում պարզապես խոսելու համար։ Մենք այն ներկայացնում ենք պետական օրակարգ դարձնելու նպատակով։
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի մանկավարժների երկարամյա ծառայության պետական գնահատման հարցը ստանա իրավական, ֆինանսական եւ քաղաքական լուծում։ Որովհետև 20 տարի սերունդ կրթած մանկավարժը պետությունից շնորհակալություն չի խնդրում, նա պահանջում է արդար գնահատում։ 20 տարի հանուն սերնդի, այժմ պետության հերթն է գնահատելու մանկավարժը։ Շնորհակալություն, բարի նոց։